Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ է Լիաննա Բալյանը եւ ինձ շատ են դիմումներով քաղաքասերային մասին, թե ինչպես է ընդունվում քաղաքացիությունը Եվրոպայում։ Ասեմ, որ այսօր դա շատ արդիական թեմա է, որովհետեւ բավականին բարդացվել է քաղաքացիության ընդունման գործընթացը, նամանավանդ ես այդ օրինակ կբերեմ Բելգիայի օրինակով։ Օրինակ Բելգիայում քաղաքացիություն ընդունելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝ լեզվի մակարդակ A2, 1000 եվրո գումար, կեղտ իդենտիտե, այսինքն անձը հաստատող փաստաթուղթ, որ վերջին 5 տարիներին դուք ապրում եք Բելգիայում, ունեք մշտական բնակության վայր, գրանցված եք ինչ-որ հասցեում, ինչպես նաև ունեք աշխատանք եւ աշխատել եք օրինակ 468 օր եւ ծննդյան վկայականը ֆրանսերենով թարգմանված ապոստիլով հաստատված, ինչպես նաև դատվածության մասին տեղեկանք, որ երբևիցե դատված չեք եղել։ Սակայն 2025 թվականի հուլիսի 18-ին Բելգիայի ֆեդերալ օրենսդրությունում կատարվեցին փոփոխություններ այն մասին, որ նախ բարձրացվեց լեզվի մակարդակի շեմը, այսինքն A2 մակարդակից B1 մակարդակ, ինչպես նաև 150 եվրոն փոխարինվել է 1000 եվրոյով։ Դիմումներ տալուց վճարում եք 50 եվրո։ Ասեմ, որ լեզվի մակարդակի փոփոխությունը դեռ գործընթացի մեջ է, վերջնական դեռ չի ընդունվել, առ այսօր գործում է դեռ A2 մակարդակը, սակայն շատ հնարավոր է, որ հետո այդ շեմը բարձրացվի եւ հաստատվի։ Բացի այդ բոլոր փաստաթղթերից պահանջում են նաև ինտեգրման փաստաթուղթ։ Ինչ է ինտեգրումը։ Ինտեգրումը դա այն մասին է, որ ստեղծում են փոքր խմբեր, երկուշաբաթյա եւ քաղաքացուն ուղարկում են դասընթացների։ Քանի որ Բելգիան եռալեզու պետություն է, նիդերլանդերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն, ապա այդ դասընթացները կատարվում են 3 լեզուներով, նայած թե քաղաքացին ինչ լեզու է սովորել Բելգիայում։ Եթե սովորել եք, ասենք, ֆրանսերեն, դուք ապրում եք Բրյուսելում, ապա այդ դասընթացը անցկացվում է ֆրանսերեն լեզվով եւ հրավիրվում են Բելգիայի համալսարանների բարձրակարգ պրոֆեսիոնալ դասախոսներ, որոնք երկուշաբաթյա ընթացքում ձեզ սովորեցնում են, թե ինչպես ինտեգրվել Բելգիայի հասարակարգին, ինչ օրենքներ են գործում եւ ծանոթացնում են Բելգիայի պատմությանը։ Ստանալու այդ վկայականը նույնպես այդ փաստաթղթերի հետ ներկայացնում եք անհրաժեշտ վայր, վճարում եք 1000 եվրո վճարը եւ սպասում եք պատասխանին եւ այդ գործընթացը տևում է 6 ամիս։ 6 ամսվա ընթացքում ամբողջ գործը ուղարկվում է դատախազին, դատախազը կատարում է եւս 1 ստուգում եւ դրա հիման վրա որոշում են, թե արդյոք քաղաքացին կստանա Բելգիայի քաղաքացիություն, թե ոչ։ Այսքանը։ Լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում խնդրեմ դիմեք եւ ես մեծ սիրով ձեզ կպատասխանեմ։ Ստեսյուն։